Բարի օր ժողովուրդ ջան, այ վերջացրեցինք երկաթային գործը, երկրորդ հարգում ունենք պատշգամբ և դրա հակառակ մասում, հակառակ ուղղությամբ դա դիմացն է, ետևի մասում ֆրանսիական պատշգամբ, պատշգամբը 1 մետրի 4 մետրի վրա է լինում, հետև արդեն սպալյան, նորից սպալյան, նորից ֆրանսիական պատշգամբ, մի հատ ուշադրություն դարձրեք երկաթային գործին, ինչ հսկայական ծավալի գործ արվել, ինչքան շատ երկաթ ու ինչ հաստության ու ինչ հաճախականության։ Աստիճանները 50-100 երկաթ, 20-30, 40-40, 30-40, նորից 20-30 աստիճաններն հավաքվել։ Ու մարդիկ ասում են, այս գործը մենք, այս տնակից, այս գործը չէ, 120,000 դրամով են կառուցում, դա բացառված բան է։ Թողան այսքան երկաթը տեսնեն, ու ես իրենց կպատվիրեմ, հենց 120-ով չէ, մի բան էլ ավելով, թող անստեղ էլի պատվեր ունենք, թող իրեն կառուցեն մեր չափանիշներով, մեր նորմերով, մեր ասած ձևով։ Մենք գումարը կտանք, թողան էլ գործ ման չի տան, հենց մեր մոտ հողը տալիս են, դու պատրաստ է, մենք էլի պատվեր ունենք այս տնակից։ 120 չէ, մի բան էլ չէ, մի քանի բան էլ ավել կտանք, բայց այսպես երկաթային մասից սկսած մինչև վերջ մեր չափանիշներով հավաքեն։ Մի հատ աբսուրդ անկապ թվեր են ասում, պրոստը անկապ էլի, հետո հավաքելուց հաստատ իրանք լրիվ ուրիշ մատերիալով են հավաքում, անում դնում են երկաթ, բարակ բան, այս 50-100-ով 100-100 կա, 50-100 կա, էլի ճոճում է, ուպորներ ենք տվել, ես ենք արել, որ ընդհանրապես չճոճի, 50-50-ով ես 2 հար կպայի, դա բացառված բան է, քամին խփեց, երեխայի ճոճա լինելու, պարտիկ ու հանգստանաք։ Մի խոսքով, տների, հյուրատների, տաղավարների համար, երկաթ հետ կապված ամեն ինչ, փայտի հետ կապված ամեն ինչ, կարող ձայնարել, համարը կնշեմ, թե իր ցանկությամբ, տեսքի, որակի, չափի կառուցեմ ամեն ինչ, լավ որդի ժողովուրդ։